Բարի օր սիրելի հետևորդներ, հուսով եմ բոլորդ լավ եք, ես լավ եմ, հենց նոր դուրս եկա քննությունից, Ժողովուրդ ջան, վայ, տեսնում եք, տշեց ինչքան են կարմեր է, քանի հիշում եմ ինչ հարցերին արագ ասեմ, սյուժեները, դե 3 մասից էր բաղկացած բանավոր քննությունը, առաջին մասը պետք է ներկայացնես քեզ, մի խոսքով քո մասին, քո ընտանիքի մասին, երկրորդը հենց տեղում են վերցնում, 2 թեմա, տոմս ես քաշում և որ մեկը սրտամոտ է, դա ես ընտրում, ես ընտրեցի, որ աշխատանքային վայրում մեր ընկերներից մեկի ծննդյան օրն է լինելու, գնացել եմ շեֆի հետ խոսալու, համոզելու, որ մենք նշենք, մի խոսքով շեֆը այդ հարցը տվողներ, այդ քննող հանձնաժողովի անդամը, 2-ն էին, մինչ այդ իրենք էլի ինձ տոմս քաշել տվեցին, 2-ն ընկավ, 2-ն մի քիչ բարդ թեմա էր, անկեղծ ասած, ընտրեցի երկրորդը, որը մի քիչ հեշտ էր, կամպայնում, այսինքն գյուղերում էլի է ձև կյանքը իդեալ է, թե իդեալ չի, ոնց է էլի, ըլնում, մի խոսքով իբր 10 րոպե պատրաստում էի, դեռ չաստրած պատրաստվել կտարան։ Ընդհանուր քննությունը տևեց փաստորեն այդ պատրաստման 10 րոպեն գումարած, 12-ան 33 եկան տարան, 1-ից 5 պակաս դուրս եկա, հիմա 1-ից երևի 1-ն է արդեն, կեսօր է, շաբաթ օր է, բայց չեմ կարծում, որ բան չի լինի, ճիշտ է հուզված էի, բայց նենց համարձակ հանգիստ ժպտալով, երրորդի մեջ պետք է շատ կոռեկտոր լոժիկ օգտագործեինք, երևի դրանք էին նշում, իրանք անդադ իրանց մոտ բաներ են նշում, մի խոսքով սպասենք ապրիլի 8-ից պատասխաններին, հիմա զանգ եմ Կարենը գա, գնում են Գրանֆրե խանութ են գնում, Ժողովուրդ ջան, ես մի դարդից էլ պրծա, ես մարտ ամիսը տեսակ ինչքան ես խառն էի, էլ Բրյուսել անձնագիր վերցնելու, էլ 2 օրը քննություններ, դե բաֆայի մասին չասեմ, դիտեք դրա պատրաստվելն ու մասնակցելը, գնալը, գալը, խառը, հիմա հաջորդ շաբաթից հանդիպումներ էլի ունեմ, մարտը շատ լարված ամիս էր, հուսամ ամեն ինչ բարեհաջող կանցնի, գոնե այդ 100-ից պետք է 50+1 հավաքենք, որ անցնենք, տեսնեմ ես ինչքան միավորներ կհավաքեմ, սա էլ ես մասին սիրելիներս, դե օրը տաք է, բայց անպամած է, մի տեսակ սև ամպեր են կուտակվել, չգիտեմ անձրև կգա թե չէ, շատ շոկ է, նույնիսկ առավոտյան ես դուրս եմ եկել տանից գնացել եմ գործերով, մի քիչ տաք էի հագնված, շոկեցի, հիմա արդեն լավ թեթև եմ հագնվել, այսքանը այս պահի համար, գնանք խանութ, Գրանֆրեն էստեղ մոտիկ է, այս տարածքում է, տեսնենք ինչ մրգեր կան, ելակներ կան, ելակ կա, ելակից էլ խոսացի, մի խոսքով Ժողովուրդ ջան, այս պահի խառնեմ, դե ես այդ ձևի եմ էլի, մի քիչ խառնվում եմ, անհանգիստ եմ, չնայած դե գրավորին ավելի շատ է անհանգիստ, քան ստեղ, չգիտեմ, ինձ թվում է թե լավ կլինի, հետո ես առանձին կասեմ, քանի որ էլի հարց էի դրել, թե ինչպես է անցնում դելտ 1-ը, ինչ ձևով է արվում, ես դրանք բոլորը տանը հանգիստ վիճակում ձեզ կբացատրեմ, կասեմ, որպեսզի դուք էլ չվախենաք։ Ջան, արդեն տանն ենք, բայց մինչ սրանք ես ձեզ կներկայացնեմ, հիմա արագ պիցա դնեմ, պատրաստի պիցա էլ են գնել, դնեմ շուտ լինի և արդեն կմիանամ ձեզ, ցույց կտամ, թե այսօրվա հաջող առևտուրը որն էր եղել։ Ուրեմն սիրելիներս, շատ բաներ չգնեցինք, մի քանի բան, որ շատ կարևոր էր և տանը չունեինք, բայց ամենահաջող առևտուրը ասեմ, որ այսօր ովքեր Grande Frère են գնում, արդեն գիտեն, որ այնտեղ օրվա մեջ հայտարարվում է որևէ բանջարեղենի, մրգի կամ մթերքի զեղչ։ Այսօրվա լավ զեղչը, մի հատ ցույց տամ, տեսեք, ինչ խնձոր եմ գնել, ֆրանսիական, այս տարածաշրջանի խնձոր է, որը շատ համեղ է, հյութալի, մի խոսքով,
Կիլոգրամը 1 եվրո ժողովուրդ ջան։ Պատկերացնում եք, ինչքան հաջող գնում եմ արել։ Չգիտեմ ինչքան է, այսքանը լցրել եմ 3 կիլո եւ ավելի կլինի դե խոշոր է։ Հիմա այս դնեմ մի կողմ ու մյուսները ցույց տամ։ Դե բնականաբար անտարբեր չի անցնի ծովախեցգետնի կողմից կրևետկաներն են, որոնց կիլոգրամը դարձել էր 8 եվրո, էլի զեղչված էր։ Հիմա դնեմ սառնարան, մինչև այսքանը դա տեղավորեմ ու ծովախեցգետինը մաքրեմ ձեզ հետ զրուցելով, համաձայն եք, հա? Դե լավ, դե դնեմ սառնարան։ Սա էլ դրեցի սառնարան։ Համ գործ անեմ, լավ այլի։ Էս էլ ժողովուրդ ջան, հաջորդ գնումը իբր մատչելի էր էլի, չնայած անցած անգամ երկու առաջ Կարինը բերել էր։ Վարունգները երկուսին միասին տվել եմ 1 եվրո 80 և գնել եմ այս ելակը, ինչու սրանից, որովհետև անցած անգամ գնել է շատ քաղցր էր, հետաքրքիր էլի միշտ եմ ասել, սեզոնի սկզբում շատ քաղցր են լինում ելակները, հետո թթու են ստացում, չգիտեմ ինչու։ Նորից իբր լավ այսպես զեղչված համարվի, կիլոգրամը 2 եվրո, սմբուկի կիլոգրամը, այստեղ կիլո ու կես է, այս վերցրեցի, շատ հարմար գին էր, հարմար էր նույնիսկ, օրինակ անցած անգամ շուկայից գնեցի կարմիր բազուկը, գիտեք, որ ես մշտապես օգտագործում եմ, խորհուրդ կտամ դուք էլ օգտագործեք, շատ լավ է բազուկը, ես հումն եմ գերադասում, եթե չի լինում հազվադեպ եփածը, բայց բիոն եմ վերցնում, եւ համեղ եւ առողջարար լյարդի համար շատ կարեւոր է եւ ընդհանրապես օրգանիզմի համար այդ քաղցկեղածին բջիջներին սպանում է, հատկապես որ բազուկը, նեխուրը, գազարը միասին եք խառնում, դե նեխուր հնարավոր չէ չգնեի, տեսակ արդեն վարունգ նեխուր, Grand Frey-ում կիլոգրամով են վաճառում, կիլոգրամը 2 եվրո 50 էր, հիմա ես ճիշտ ասած չգիտեմ սա ինչքան է, ես չեմ կշռում, ուրիշ խանութներում մենք ենք կշռում, իսկ այստեղ դրամարկղում կշռում է և հաշվում է, թե ինչքան գումար պիտի մենք վճարենք։ Նարինջ եմ վերցրել, ինչու էլի փորձած էր քաղցրեր, ես թթվաշ մրգեր չեմ կարողանում ուտել և C վիտամինի պաշար է, ինչպես եմ ստուգում, դուք էլ փորձեք իմ փորձառությունը ձեզ ներկայացրեմ, ես ընդհանրապես սեղմում եմ, եթե շատ քարի նման պինդ է չեմ վերցնում, մի փոքր պիտի փափուկ լինի, որ մի փոքր փափուկ է, ըստ ինձ քաղցր է, ու դեռևս չի եղել մի դեպք, որ ես խառն եմ, շփոթ եմ, նույնպես էլի C վիտամին, մանդարին էր էլի, այսպես տոպրակով վաճառում են կիլոգրամը 3.50, մի հատ արդեն ճանապարհին հաջողացրեցի ուտել, շատ քաղցր էր, լավն էր, մրգերից մշտապես բանանը, որ Կարինը շատ է սիրում, ես մի քիչ խուսափում եմ բանան ուտելու, սա ես չգիտեմ, ես չեմ վերցրել, գինը չգիտեմ, հացը իրենց մոտ շատ լավ է, այս մեկ բագետն եմ վերցրել և արդեն կամպայն մեկ ձև հաց եմ վերցրել և շատ համեղ է, այնտեղ կտրում ես, կտրել ես տալիս էլի դուք ես անում, սրան երևի էլ հիմնականում այս էր, հա ժողովուրդ ջան, պիցա չկերախորժակ եմ պահում ծովախեցգետնի։ Մինչ ծովախեցգետինը մաքրելը, ես սկսեցի մաքրել նեխուրը, հետո հիշեցի, որ կարող եք դուք էլ ցանկանաք իմանալ ես ոնց եմ տեսակավորում։ Ուրեմն ամենասկզբում մի փոքր ցողուններով, այսպես տերևներով կտրում եմ, մի քիչ ցողուն հետը որ լինի, կա որ քիչ է տերևները, մի խոսքով ազատում եմ, այսպես, որից հետո արդեն տոպրակի մեջ եմ դնում, կտրած երկու մասի բաժանած, որպեսզի հեշտ տեղավորվի սառնարանի մեջ, շատ երկար դիմանում է հենց տոպրակների մեջ, դե իհարկե ես արդեն ամեն օր օգտագործում եմ, որն է շատ երկար է լինում, 3 մասի եմ բաժանում, ահա, այսպես ժողովուրդ ջան, շատ հեշտ է այսպես և հանգիստ տեղավորվում է,
Ինչ եմ անելու, այո, այս տերևներով աղցան եմ պատրաստելու, թե ինչպես եմ պատրաստելու, եթե ժամանակ ունենամ առանձին տեսանյութով, բաղադրատոմսը կներկայացնեմ, եթե ոչ, էլի վլոգի մեջ կցուցադրեմ ինչպես միշտ։ Իմ սիրած հատվածները, այս միջուկի հատվածի սպիտակ կոթուններն են, գժվում եմ, շատ եմ սիրում։ Հələ կգրեք տեսնեմ, այս սիրողներ կան ինձ նման, թե ոչ բնություններից ազատվեցի, կարծես մի ծանր բեռ ուսերիցս ընկավ, հավատացեք։ Ահա, այսպես պատրաստի, արդեն դնում եմ սառնանի ամենատակի մասը, որտեղ ջերմաստիճանը համեմատաբար շատ սառը չէ։ Նստեցի Ժորջան ու անցնեմ գործի։ Տեսեք, այստեղ մրգերն եմ հավաքել, բոլորը, դնում եմ հյուրասենյակի սեղանի վրա, այնտեղ սենյակային ջերմաստիճանը բավականին լավ է, դե խոհանոցում շոգ է, եւ ամեն միրգը երկար պահպանվում է եւ համը չի կորցնում, եթե դնում ես սառնարան, բնականաբար համը փոխվում է եւ խորհուրդ չի տրվում շատ մրգեր, բանջարեղեններ դնել սառնարան։ Այդ իսկ պատճառով այս ամենահեշտ տարբերակն է, այսպես մեծ միանգամից դնում եմ, եթե պակասում է, արդեն դնում եմ փոքր ինչ-որ ավելի համապատասխան վազի մեջ։ Դե արդեն ես աման ընտրել եմ, չգիտեմ մեծ կլինի թե փոքր, քանի որ 1 կիլոգրամ է, ես շատ եմ սիրում ծովախեցգետինը, հենց այսպես հում, կտրում եմ, մաքրում եմ և լվանալուց հետո սոյայի սոուսով ուտում եմ, իմ ամենասիրած տարբերակը սա է։ Պատրաստում եմ աղցը, էլի ամենահեշտ տարբերակով, ունեմ տեսանյութը իմ ալիքում, կտեղադրեմ այստեղ, կարող եք նայել, էլի հեշտ տարբերակ եմ առաջարկում։ Ինձ եփված համը դուրս չի գալիս։ Ահա այսպես բացում եմ, որ այդ աղիների այդ պահը մաքրվի։ Կա որ մաքուր է լինում, պարտադիր չի որ կեղտոտ լինեն, հենց կտրած մասում բարակ, այսպես սև ինչ-որ բան է, չգիտեմ դե չի երևա միգուցե, երևի դուք էլ եք այդպես անում, չգիտեմ, ես այսպես եմ մաքրում։ Ուրեմն մաքրում եմ այս ձևով, սիրելիներս, լվանամ այդ իմասած տարբերակով անմիջապես համտեսեմ, ախորժակս լավ բացված եմ։ Ուրեմն ոնց որ մի ծանր բեռ ուսերիցս ընկած լինի այս քննությունը, դե չի ասի, որ սարսափելի բարդ էր, բայց դե որ պատասխանատու ես, մի քիչ բնավորությունը այդպիսին է լինում, անհանգստանում ես, բան ես անում, բայց լավ անցավ, շատ հավեսով զրուցեցինք այդ երկրորդ հարցը հատկապես պիտի համոզեի շեֆին, որ շեֆը համաձայն էր այդ ծնունդը անելու էլի, կոլեկտիվով ծնունդը անելու, մի խոսքով լավ անցավ, ծիծաղելով բանով, տպավորությունը գիտեք ոնց է, կարծես թե քննության դուր գնացած չլինես էլի, այդ ջեր մթնոլորտի իրենք ապահով են, չնայած երրորդը, որ ես արդեն ներկայացնում էի գյուղի կյանքի իդեալա, թե իդեալականա, թե ոչ, որն ալավը, որ վատը, ոչ մի ռեակցիա չէին տալիս, որ ես գոնե հասկանայի աչքերից ճիշտ ուղղությամբ եմ գնում, թե ոչ, բայց անընդհատ նշումներ էին անում։ Հիմա այդ նշումները դրական էր, թե բացական էր, չգիտեմ, բայց դե այստեղի ձևով անցած անգամի ասեցի, առավելությունն ու թերությունն ես էլի քննարկում, քո կարծիքը եթե հարցնում են, դու պիտի այդպես անես, առավելություն և թերություն։ Առաջին ժամանակ բացարձակ հարց չտվեց, բացարձակ, լինում է, որ ընդհատում են հարցեր են տալի, ոչ մի հարց, ես բլը խոսում էի, մտածում է, թե հեսա մի բան կհարցնեն, հաճելի կլներ, որ հարցնեն, այդ ավելի լավ է ստից, բայց ոչ մի հարց, ես ինձ ներկայացրեցի, ասեցի ու վերջ, երկրորդն է դե դա է, երրորդն է դա է, վերջ, ընդամենը քննությունը տևած, ուրեմն 10 րոպե տվել են ժամանակ երրորդ հարցի վերաբերյալ մտածես, պատմությունը էլի քո կարծիքը, ու մոտ 20 րոպե քննել են, մոտ 20 րոպե, հենց 20 րոպե երևի ուղիղ տևած, ժամացույցը դեմները դրած ռոբոտի պես աշխատում էին, առանց միմիկայի, երիտասարդներ էին, հուսանք,
Լավ կլինի։ Ուրեմն այն հարցին, թե ընդհանրապես Դելֆի քննության մասին, որ հարցրել եք, թե ինչպիսին է լինում, ես դա ասել եմ բազմիցս ու նորից ասեմ, որ 4 բաժնից է կազմված քննությունը Դելֆի, առաջի 2-3-ը գրավոր է, որը տևում է 1 ժամ 55 րոպե, իսկ երկրորդը բանավոր է, առանձին օրով քննություն ես տալի։ Հիմա քաղաքներ կան, որ նույն օրն են տալիս թե բանավորը, թե գրավորը, բայց է որոշողը տվյալ համալսարանն է։ Ես գնացել եմ մեր քաղաքի մոտ, Վիլնովդաս քաղաք, այնտեղ համալսարան կա, այդտեղ հենց քննությունը տվել եմ։ Ճարել եմ 160 եվրո, ապրիլի 8-ից հետո պատասխանը կիմանամ։ Իսկ հիմա կատարում եմ ընդ որում սիրով Ժաննայի խնդրանքը, ներկայացնում եմ սառնարանի վրա փակցված այս մագնիտները։ Իդեպ սա մի քիչ ավելի ուշ հավաքածու է, ավելի շատ տեղերում եմ եղել, բայց հետո եմ որոշել, որ մագնիտներ հավաքել, տեղեր կան, որ մինչ վլոգինգ անելն եմ գնացել, տեղեր էլ կան, որ արդեն տեսանյութերը ունեմ YouTube-ում, կարող եք նայել։ Ամեն դեպքում կարծում եմ էլի հետաքրքիր կլինի, պարզ ներկայացնում եմ, կարդալը հեշտ է, կարող եք արդեն միանգամից տեղեկանալ, թե որտեղի նկարներն են։ Լիլի գեղեցիկ արվեստների պալատն է, Palais des Beaux-Arts de Lille, Ֆրանսիայի գեղարվեստական թանգարաններից ամենամեծը, զիջելով իհարկե միայն Լուվրին։ Այն գտնվում է Հանրապետության հրապարակում, քաղաքի կենտրոնում։ Բարի կիրակի սիրելի հետևորդներ, այս ամսվա շատ չարչարանքներից հետո, հոգնածությունս անցկացնելուց հետո որոշեցի ընկերուս հետ գալ մեր քաղաքի ամենահայտնի թանգարանը Beaux-Arts-ը, որի մասին ես բազմաթիվ տեսանյութեր ունեմ, հրապուրները կթողնեմ տեսանյութի տակ, կարող եք նայել։ Օրը մի քիչ քամի է, բայց շատ շոգ է, տաք է, հաճելի եղանակ է եւ ամենաճիշտ որոշումն էր թանգարան այցելելու, քանի որ քամոտ է, հաճելի չէ դրսում նստելը։ Ներսում սրճարաններ կան, մենք կարող ենք այդտեղ նստել։ Կարճ ասած, սիրելիներս, մինչ այստեղ հասնելը, տեսեք ինչքան հետաքրքիր մոտիվացնող ճաշատեսակներ եմ պատրաստել, կարող եք նայել եւ ինքներդ պատրաստել։ Երեկվա բերածը սմբուկով եփել եմ, շատ համեղ ուտես, ճաշ, ինչպես կանվանենք, հələ տեսեք սմբուկները ինչքան են հալվել, չեն էլ երևում։ Հատուկ ձևով եմ պատրաստել, ափսոս որ առանձին չեմ նկարել, մոտիվացիա եմ տալիս ձեզ սմբուկով, մսով, կարտոֆիլով, կարճ ասած բանջարեղենով, համեղ ճաշատեսակ, արտակարգ համեղ է, դե բնականաբար համեմունքներ եմ ավելացրել, իսկ նեխուրի տերևներով տեսեք ինչ համեղ էլի աղցան եմ պատրաստել, մոտիվացիա ձեզ, հիշում եք երեկվա այդ փունջը, որ ցուցադրեցի, ահա, սխտոր, ձու, այսպես, կանաչիով ծվածեղ, շատ համեղ է, ահա սիրելիներս, սա էլ այսօրվա մոտիվացիան, ինչ եփել այսօր։ Դե ինչ, այս պահի համար այսքանը, կհանդիպեք թանգարանում եւ հետո, իդեպ ճանապարհին տեսեք ինչ հետաքրքիր բան տեսա։ Քաղաքի կենտրոնական փողոցներից մեկում եմ, այստեղ մենք բազմաթիվ անգամ ենք եղել, Rue de Béthune է կոչվում եւ որպես կիրակի օր մարդաշատ է, սովորաբար այստեղ գիտեք, մարդաշատ չի լինում կիրակի օրերը, կինոփառատոն է կազմակերպվում մեր քաղաքում, ուրբաթ երեկոյան բացումներ, ցավոք ես նախորդ օրներ իմ քննության ես չկարողացա մասնակցել, չնայած ունեմ տեսանյութ, որտեղ որ ներկայացրել եմ եւ այսպես ամբողջ փողոցը այսպես դրոշմել են եւ շատ հետաքրքիր բանի հանդիպեցի, կամավորներ են, տարբեր ազգերի երիտասարդներ, ովքեր ծնունդ են հասցնում անտուններին։ Եվ վերջապես մենք մտանք արդեն թանգարանը,
Սիրով ձեզ եմ ներկայացնում աշուն քանդակը, իսկ մյուսը գարուն քանդակը։ Իդեպ ես շատ եմ սիրում քանդակներ եւ հենց առաջին սրահը, որ ընտրեցինք, դա քանդակների բաժինն էր։ Նորից եմ հիշեցնում, ես բազմաթիվ անգամ եմ եղել այստեղ, սակայն ամեն անգամ նորովի եմ հայտնաբերում։ Սա Ժաննա Դարկի արձանն է, իսա Կամիլ Կլոդելն է, որի մասին էլի պատմություն եմ պատմել եւ որը սիրահարված է եղել Օգյուստ Ռոդենին։ Իր դեմքը քանդակը այսպիսին է, սա էլ Օգյուստ Ռոդենի սևը քանդակն է, անուչ սև էլի, սև գույնն է։ Եվ այս հրապարակում, որ Նապոլեոնի հսկա արձանն էր տեղադրված, երևի տարել են վերանորոգման, հիմա այս ձիավորի արձանն է, հետաքրքիր էր, թե ուր է, եւ հենց այդտեղ էլ մտանք արդեն հաղճապակե իրերի սրահը։ Ամեն անգամ էլի հետաքրքիր նայում ենք եւ պատկերացնում ենք այդ դարերը, որտեղ որ մատուցվել են նման հրաշք գեղեցիկ սպասք։ Սա իհարկե նմանություն ունի նաեւ մեր հյուսիսային հատվածին, այս կապույտ գույնը շատ է օգտագործվել, բայց նմանություն կա նաեւ գերմանական հաղճապակի այդ իրերի ձևային դասավորության, ինչպես ասեմ, գունաներկմանը, եւ հենց այս հատվածում էլ արդեն գերմանական սպասքի տարբեր տեսակներն են ներկայացված, չնայած հիմա ես ձեզ ցույց կտամ մի տեսակ, որը սովետական միության ժամանակ դեռևս նույն նախշերով պահպանված էր եւ վաճառքի կետերում նման ձևավորումներ հաճախ էինք տեսնում։ Դե պատկերացրեք, թե ինչքան հաճելի է եղել նման սպասքով մատուցելը, ամեն մանրունք հաշվի է առնված։ Տեսեք ինչքան փոքրիկ սուրճի բաժակներ են։ Ինչու զարմացա, որ Բոնապարտիի արձանը չտեսա, քանի որ թանգարանը հիմնվել է 1809 թվականին Նապոլեոն Բոնապարտի նախաձեռնությամբ որպես արվեստի ժողովրդականացման ծրագրի մի մաս։ Նախկինում տեղակայված է եղել Ռեկոլետ եկեղեցում, որից հետո տեղափոխել են այս ցուցանմուշները քաղաքապետարան եւ որից հետո արդեն 1885-ից մինչև 1892 թվականները կառուցվել է հենց ներկա այս բարոկո ոճի շենքը, ճարտարապետներ Էդուարդ Բերարի եւ Ֆերնան Դելմասի նախաձեռնությամբ եւ շատ հրաշք շենք է, ունի նաեւ ետնամասում նախկինում կառուցված շենքը, որից հետո արդեն ժամանակի ընթացքում ավելացրել են նաեւ այս հատվածը։ Ամեն անգամ հիանում եմ այս կաղամբ հիշացնող սպասքից։ Ահա տեսեք սիրելի հետևորդներ, հենց այս զարդերի ձևանմուշի մասին էր խոսքս եւ արդեն անտարբեր չես կարող մնալ, եթե հատկապես կին ես, չէ՞։ Տարբերվող հետաքրքիր նմուշներ, մոդելներ դեռ 16-րդ, 17-րդ դարից եկած։ Թանգարանը ներառում է եվրոպական գեղանկարչության, քանդակագործության, կերամիկայի եւ այլ ուղղությունների գործեր։ Հիմնականում շատ նկարներ, դրանք եկեղեցական թեմաներով են, պատմական նկարներ են, որոնք արտացոլում են տվյալ դարի կարևոր պատմությունները եւ այսօր որևէ հատուկ ցուցադրություն չկար, պարզապես թանգարանում ինչ որ մշտապես ցուցադրվում է միշտ կա, անշարժ է, այսպես ասեմ, այսօր այդպիսի օր էր, չնայած դա չի խանգարում, որ ամեն անգամ բացահայտես մի նոր աշխատանք։ Ահա տեսեք, ինչքան գեղեցիկ ժամացույց է, սուրճի սպասք է, ինչ շատ դուր է գալիս կերամիկայի աշխատանքները, սա էլ Նապոլեոն Բոնապարտն է, նկարը։ Իդեպ շատ դեպքերում չեմ
ասում թե ում աշխատանքն է, որովհետև համոզված եմ, որ պիտի նայեք ու մոռանաք, կամ շատերն են այցելում ու մոռանում են։ Ամեն դեպքում ես առանձնացնում եմ, սիրում եմ շատ Ռոդենի աշխատանքները եւ որն էլ համբույրը ցուցադրեցի ձեզ։ Այս սրահում շատ հայտնի է նաեւ այս մոտիվացիա կոչվող նկարը, շատ եմ հավանում, հիմա մոտեցնեմ, դուք կարող եք կարդալ մեդիտացիոն, մոտիվացիոն, հենց այդ էլի մեդիտացիան, հրաշք է, չնայած սրահում այս հատվածում վերանորոգում էր գնում, բայց դա չխանգարեց հիանալու բոլոր աշխատանքներին։ Այստեղի տարբերվողն էլ ահա այս նկարն էր, հիմա մոտիկից ձեզ ցուցադրեմ։ Թանգարանում շատ ենք հանդիպում Գոյայի, Դելակրուայի, Վան Դեյքի աշխատանքները, ինչպես նաև հիմա առաջ շարժվենք այստեղից, ահա Գոյայի աշխատանքները, տեսեք ինչքան հետաքրքիր նմուշներ են ընտրված, եթե դուք ծանոթ եք, սա Կապրիչոսն է ինքը նկարել, ծաղրանկարների շարքն է, այդ ժամանակահատվածում ընդունված չի եղել արքունիքում որևէ իշխանավորի ծաղրել, բայց նա արքունական նկարիչ է եղել եւ իրեն վերապահություն է արել եւ չմոռանանք, որ Կայետան Ադքսուհու սիրեկանն է նաեւ եղել, որին նկարել է մերկ եւ ինկվիզիցիան կախաղան պիտի հաներ Գոյային, բայց բախտը բերել է դուրս է պրծել այդ իրավիճակից։ Տեսեք ինչքան հետաքրքիր է շինյոնի այս մազերի քանդակները, մի խոսքով ամեն անգամ հիանում ես, ամեն անգամ նորովի ես բացահայտում թանգարանի գործերը, նմուշները։ Թանգարանը միշտ բաց է, լիլի բնակիչների համար եմ ասում, կամ տարածաշրջանի, բացառությամբ երեքշաբթի օրվանից, ամեն օր կարող եք այցելել։ Եթե հատուկ էքսպոզիցիաներ են լինում, գինը մի քիչ բարձր է լինում, եթե ոչ, ապա զեղչեր են արվում նաև ուսանողների համար։ Տեսեք ինչ հիանալի է, տեսեք, կարծես թե քեզ նայի, չէ, հա ինչ ձեռքեր են, որ նման բաներ են ստեղծել։ Անհայտ ծագումով աշխատանք է, բայց բացատրում է, որ ինչ-որ միտեղ նմանություն է տալիս Ջակոնդային, փխրուն է շատ, դրա համար փակած է, որպեսզի չվնասեն։ Դե սա էլ արդեն բոլորին ծանոթ Կլոդ Մոնեի աշխատանքներն են, սա Լոնդոնն էր, նա առավոտ նկարներ, իսկ սա էլ արդեն անհաջողություն, ձախողում նկարն է, բնականաբար էքսպրեսիոնիստ է Մոնեն եւ տարբերվում են իր նկարները մշտապես։ Եվ արդեն այստեղ էլի տարբեր վազաներ, տարբեր բաժակներ, շատ սիրուն աշխատանքներ։ Առաջին վազան էլի գերմանական էր, ինչ որ մի դքսուհու վազան է եղել։ Տեսեք թե հարուստները ինչպես են վայելել անցյալում կյանքը։ Սիրելի հետևորդներ, ավարտեցինք մեր էքսկուրսիան այս հրաշք թանգարանում, որքան որ հնարավոր էր նկարեցի, որ դուք էլ մասնակիցը լինեք, թե ինչքան գեղեցիկ քանդակներ, պատկերներ կան, նկարներ, հայտնիներ, անհայտներ, որոնց ճանաչում են կամ չեք ճանաչում, բայց միևնույնն է շատ գեղեցիկ տպավորություն ստացանք, հրաշք է ամեն ինչ, եւ այս սիրուն քանդակի մոտ էլ ես ելույթ ունենամ եւ ավարտեմ իմ վլոգը։ Մենք գնանք սրճարան, եթե հարմար լինի, արդեն կմիանամ սրճարանում, եթե ոչ, սրանով ավարտում եմ այսօրվա տեսանյութը, լավ մնացեք, պաչիկներս բոլորին, ցտեսություն։ Ահա եւ սուրճի ժամն է, մի լավ զրուցեցինք, ընկերուհիս թե ես սուրճ, եւ հիմա արդեն պատրաստվում ենք դուրս գալու։ Հիշեցնեմ, որ Լիլի գեղեցիկ արվեստների պալատը կարևոր մշակութային կենտրոն է, որտեղ ներառված է
եվրոպական հարուստ ժառանգության նմուշները։